Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի բնակչության հետ տարվող աշխատանքների բաժնի կողմից իրականացվող աշխատանքները մանկապարտեզներում, դպրոցներում, ինչպես նաև իրականացվում են շրջայցերի տեսքով։ Ունենք պլան ժամանակացույցով հաստատված այցելություններ եւ ունենք այցելություններ, որոնք սեփական նախաձեռնությամբ են։ Այս առումով հատկանշական է հատկապես հեռավոր բնակավայրերից արձագանքները եւ նախաձեռնությունները իրականացնել աշխատանքներ զումային տարբերակով, ինչպես նաև կիրառելի այլ տեխնիկական միջոցներով, որոնք հնարավորություն կտան հեռավոր բնակավայրերում բնակվող մեր փոքրիկներին, մանկապարտեզների սաներին, դպրոցի աշակերտներին եւ ինչու՞ չէ նաև ուսուցչական անձնակազմին համագործակցության արդյունքում ծանոթանալ այն մեթոդական ձեռնարկներին, այն ուսուցանվող միջոցներին, տեսանյութերին, որոնցով իրականացվում են սեյսմապաշտպանական վարքականոնների ուսուցումը։ Ուզում եմ փաստել շրջայցերի տարեկան քանակի ավելացումը, օրինակ 2025 թվականին ընդհանուր տարվա կտրվածքով ունեցել ենք 23 դպրոցի, 1 քոլեջի եւ 1 համալսարանի այցելություն հյուսիսային տարածաշրջանային կենտրոն։ Հիմնականում այս այցելությունները նպատակային են եղել, ելնելով նախագծային աշխատանքների թեմատիկ առանձնահատկություններից։ Աշակերտներին ուսուցանվել են տարբեր մեթոդական նյութերով, ինչ է սեյսմիկ կուլտուրան, ինչպես է այն ձևավորվում եւ վարքականոնների ուսուցումը բնականաբար շեշտադրված տարբեր տարիքային առանձնահատկություններին համապատասխան։ Հիմնականում այս աշխատանքների մեծաքանակ լինելը պայմանավորված է եղել, քանի որ տարին հայտարարված էր անվտանգ միջավայրի տարի։ Համոզված ենք այցելությունների քանակը եւ այս տարի եւ հաջորդիվ բնականաբար կավելանա, ինչի համար միայն ուրախ ենք։